եկեղեցու գործային եք խառնվել։ Լավ ենք անում, ճիշտ ենք անում, իրենք լավ չեն անում։ լավ ենք անում, ճիշտ ենք անում, այտենց էլ պետք է անենք, այտենց էլ պետք է արձագանք հենք, ավելին ասեմ, որպես կառավարողուհ շատ փափուկ ենք վերաբերվել եկեղեցուն եւ պետք է միանշանակ գործենք օրինակ ուկրաինական սցենարով։ Անկամ հասնենք որոշ հոգեվորականների ճակերտավոր կալանավորումների։ Այս հայտարարության հեղինակը ԽՊԱ-ական Վիլեն Գաբրելյանն է, նավակ ճոճողը, ով առավել հայտնի է իր խմած ելույթներով եւ ինքն իրեն խայտարակելով։ Նավակ ճոճողը հերթական անգամ որոշել է հավատարիմ մնալ իր մականվանը։ Պետության համար այս դժվարին փուլում նա զբաղված է հասարակության ներսում նոր հակադրություններ ստեղծելով եւ այլ երկրների արատավոր փորձը Հայաստան ներմուծելու կոչերով։ Հատկանշական է նաեւ, որ նման հայտարարությունները հնչում են մի իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք մշտապես խոսում են հանդուրժողականությունից, ժողովրդավարությունից ու հասարակական համերաշխությունից։ Սակայն գործնականում ամենաբարձր վարկանիշը ունեցող եւ հասարակության հարգանքը լիակատար վայելող ինստիտուտի նկատմամբ ցուցաբերում է թշնամական վերաբերմունք, բացահայտորեն խախտելով սահմանադրությունը։ Նավակ ճոճողը հերթական անգամ ապացուցեց, որ ԽՊԱ-ականները պատրաստ են ճոճել ամեն ինչ, սկսած ազգային արժեքներից, վերջացած պետականության հիմքերով։ Կարևորը պահպանեն իրենց աթոռը։ Բայց կա մի կարևոր տարբերություն։ Հայրաքելական եկեղեցին հազարամյակների պատմություն ունի եւ գոյատևել է անհամեմատ ավելի ծանր փորձությունների միջով, քան ձեր փոքրիկ խմբակն է։ Իսկ պատմությունը ցույց է տալիս, որ չափից շատ նավակ ճոճողները հաճախ հենց իրենքն են առաջինը ջուրն ընկնում։